մարդիկ կան, որոնք որ կանգնած են 40 օրից ավել, այստեղ կոնյակի բրենդը ընդհանրապես կապ չունի, տարբեր կոնյակներ, տարբեր կոնյակների զավոդներից ունենք կոնյակներ, անգամ են 100 տարեկան, 30, 50 տարեկան կոնյակները այսօր ենթարկվում են ստորացման։ Խնդրի լուծումը գնում ենք, հարցնում ենք, երբ կտակ անալիզները երբ կգան կվերցնեն, մեզ ոչ մեկ ոչ հստակ պատասխանում է, ոչ ասում են այսօր, ոչ ասում են վաղը կամ մյուս օրը, հստակ կոնկրետ պատասխան չկա հարցին։ Իսկ ինչի հետ եք դուք դա կապում։ Երկրի ղեկավարության հետ, այսօր մենք մատնված ենք անտերության, եթե երկրի առաջի դեմքերը զբաղված են քահանաների կույսությամբ, ես ուղղակի որպես քաղաքացի խորհուրդ կտամ, որ քահանաների կույսությունը դնեն մի կողմ, զբաղվեն երկրի համար մեկ տնօրինությամբ։ Այսօր բեռնափոխադրումը մեր երկրի համար, կներեք արտահայտությանս համար, բայց բանակի աջ ձեռքն է։ Մեր ամբողջ զինամթերքը, սննդամթերքը, հացը, ջուրը, գազը, ուտելիքը, արտահանումը, ներմուծումը կապված է ցամաքային տնօրինման հետ։ Այսօր մեր կառավարությունը ցամաքային էս բարդ թողել է, գնացել անգել է քահանաներին, մեր եկեղեցիների պատերին է կպնում։ Մեր եկեղեցիների պատերը 100-ամյակներ անգամ Թուրքիայում գրավադրված, չեն փլուզվում, եթե չգնան քանդեն։ Մեզ հարցերը թողած ընկել են քահանաների կույսությամբ են զբաղվում։ Ես կոնյակ արտահանող չեմ, ես քաղաքացի եմ, որը աշխատում է բեռնափոխադրող կազմակերպությունում որպես վարորդ, բայց ես մնացած վարորդների կողմից ոնց որ ասած լիազորված խոսում եմ, բարձրաձայնում եմ այս խնդիրը, որովհետև ոնց հասկանում եմ, երկրի ղեկավարները զբաղված են ուրիշ խնդիրներով։ Կամ այս վերջերս ասեցին նախարարները հանդիպել են, հարցը լուծվել է, քննարկել են, հարցին լուծում են տվել։ Հարգելի նախարարներ, դուք երևի տենց հարցերը ձեր ընտանիքներում չեք կարող լուծել։ Այդ ինչ ձև եք այդ հարցին լուծում տվել, այն էլ պետական մասշտաբով, որ ձեր հարցը լուծում չի ստացվել։ Եթե չեք կարող ձեր հարցերին լուծում տա, գնացեք ձեր ընտանեկան հարցերով զբաղվեք, պաշտոնը ազատեք, թող գա խելացի մարդ, ով որ կտա հարցին ճիշտ լուծում։ Խնդիրը կա 40 օրից ավել, այստեղ մեքենա կա, որը որ 40 օրից ավել այստեղ բեռնված հայկական կոնյակով կանգնած է։ Ես ուղղակի ուզում եմ խնդրեմ, որ հանրությանը լսելի դառնա, որ այս հարցը կոնյակը մեր 100-ամյակներից եկած են number 1 բրենդն է, ասենք ասենք, մենք կոնյակով ենք պարծենում, պատկերացնում ենք այստեղ մի ամբողջ 100-ամյակ ստորացվում է։ Ես ուղղակի կասեմ, եթե չեք կարող հարցին լուծում տա, խնդրում եմ թողեք, գնացեք, թող մարդիկ կան, ովքեր խելացի են, ովքեր հստակ առոգանությամբ կարան ասեն այս հարցը լուծված է ու տեղում լուծվի այդ հարցը։